Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Նախորդ ռիլում ես խոսել էի պարտքով գումար տալու մասին։ Կարող եք դիտել վերջին ռիլը։ Այդ ռիլի կապակցությամբ դուք հարցեր եք ուղղել, որոնց առնչությամբ ես ուզում եմ անդրադառնալ մի կարևոր թեմայի եւ կարծում եմ ձեր շատերը ձեր հարցերի պատասխանը այդտեղ կգտնեք։ Եվ այսպես պարտքով գումար տալու դեպքում երբ կարող եք դիմել դատարան եւ արդյոք վտանգ չկա, որ կարող եք բաց թողնել դատարան դիմելու կամ այլ կերպ ասած հայցային վաղեմության ժամկետը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ եթե ժամկետով եք ընկվել փոխառության պայմանագիրը, ապա անձը պարտավոր է ձեզ վերադարձնել սահմանված ժամկետում եւ ստացականում կամ այլ փաստաթղթում այդ մասին իհարկե նշում կկատարվի։ Եթե ժամկետի ավարտից հետո չի վերադարձնում, ապա այդ պահից սկսում է հոսել հայցային վաղեմության ժամկետը, որը 3 տարի է։ Եթե 3 տարի ժամկետը բաց թողնեք եւ դատարան չդիմեք, ապա դուք կորցնելու եք դատարան դիմելու իրավունքը։ Այլ դեպքերում, երբ չկա սահմանված ժամկետ կամ սահմանված է ըստ պահանջի, այսինքն երբ դիմեք այդ ժամանակ պետք է վերադարձնի, քաղաքացիական օրենսգիրքն ասում է, որ այդ դեպքերում պահանջը ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում պարտապանը պետք է ձեզ վերադարձնի գումարը։ 30 օրյա ժամկետը լրանալուց հետո սկսում է հոսել 3 տարվա ժամկետը։ Ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողեք այն եւ չհայտնվեք մի վիճակում, երբ դատարան դիմելու դեպքում պարտապանը պարզապես կխնդրի կիրառել հայցային վաղեմության ժամկետ եւ դուք որևէ հատուցում, որևէ լուծում ձեր հարցին չեք ստանա։ Եղեք տեղեկացված, շարունակեք հետևել այս էջին։